Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը խաղաղության դիմացավորություն տալիս։ Դուք ասում եք նախաստորագրված։ Երբ որ հա, դուք ինքներդ պատասխան եք տալիս։ Զենք չառնեն այդ ընթացքում զուգահեռ։ Հա? Զենք չառնեն զուգահեռ չզինվեն։ Իհարկե պետք է։ Այսինքն եթե ստորագրված լիներ Ադրբեջանի հետ այդ փաստաթուղթը, եթե խաղաղությունը երաշխավորված է եւ վերջ, ինչպես Փաշինյանը ասում։ Չէ։ Փաստաթուղթը, ասում եմ, դա պարտադիր պայման է, հասկանալի։ Դա պարտադիր պայման է։ Պիտի ունենաս այդպիսի փաստաթուղթ, բայց դա երաշխիք չի, որտեղ Ռուսաստանի հետ ասացիք ունի, այն ում հետ ուներ այդ փաստաթուղթը։ մենք ոչ մի հետ չունենք։ Ռուսաստանը ինչ-որ Չէ, մենք ոչ մեկ, հիմա նայեք, հիմա նայեք, հարաբերությունները միջպետական կարգավորվում են և ունեն իրանց գրադացիան, դա կոնֆլիկտ է, մյուսը գալիս է չեզոք պետություն, մյուսը գալիս է համագործակցություն, մյուս փուլը համագործակցության մակարդակը գալիս է գործընկերություն և գալիս է դաշինք, հիմա դուք ինքներդ նայեք, Այսպես պետք է մոտենալ ամեն ինչի, ոչ թե ասենք թե Չէ, կներեք իմ հարցը ինչ է պարտականից դիսասնաս, դուք ասացիք, եթե փաստաթուղթը ստորագրվի, դա ևս խաղաղություն չի երաշխավորում։ Չէ, սա Ինչն է երաշխավորում խաղաղությունը, բանակը, Այո, տեսնում եք, մենք կամաց գալիս, սա բազմակողմանի է, պիտի ունենաս այդ փաստաթուղթը, բայց կարող փաստաթուղթը չգործի, բայց դա պիտի ունենաս։ Սա երաշխիքը որոշ չափով, բայց հիմնականում, եթե ռազմական հակամարտության մասին են խոսում, դա պիտի լինի բալանսը, դա օրենքը, դա ես չեմ ասում, դա այդպիսի գիտություն կա, անվտանգություն, պետության անվտանգություն, բալանսը պիտի լինի, քո բանակը պետք է ի վիճակի լինել կանխել դա, եթե չի կարողանում, դու պետք է ստորագրես այդ փաստաթուղթը, իսկ այդ փաստաթուղթը միայն դաշնակցային հարաբերությունները, որտեղ ստորագրվում է, որ ագրեսիայի դեպքում ինքը քեզ պաշտպանում է, ոնց որ ՆԱՏՕ-ում է, ոնց որ այլ պետություն։ Գիտեք ինչի մասն է, ես ուզում եմ հասկանալ, դուք հավատում եք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է լինի խաղաղություն։ Ես անգամ կա փաստաթուղթ։ Հիմա նոր հասկացա, բա շուտ ասեի։ Բայց ես բազմիցս սրա մասին ասում եմ, այս ինչ որ ես ասում եմ ոչ, սա գործընթաց է։ Այսինքն իրական Հայաստանի գաղափարին կողմ չէ։ Կարծում եք, որ տարածքային պահանջ ամեն դեպքում պետքա լինի, քանի որ իրական Հայաստանի գաղափարով մենք պահանջատիրություն պետք է չունենանք, պետք է ճանաչենք Թուրքիայի սահմանները եւ վերջ։ Դուք ոնց եք մտածում, այսինքն։ Ես մտածում եմ գիտական հիմքերի վրա։ Այս ինչ որ դուք ասեցիք, սա ցանկություն է, մեկ մյուսը դա քաղաքական գործընթաց է։ Հիմա նայեք, ոնց դու չունենաս տարածքային պահանջ։ Տեսնում եմ, մենք գնում ենք խաղաղություն, պետք է չունենանք տարածքային պահանջ։ Դուք ո՞ր լրատվություն եք։ Եվրամեդիա 20։ Եվրամեդիա, հիմա նայեք, խոսքը դրանից դու չունես, վերցնեք այդ տարբերակը, դու չունես, բայց քո հանդեպ ունեն։ Եթե դու ասում ես, ես չունեմ տարածքային պահանջ, չէ՞։ Բայց դա չի նշանակում, որ քո կողմնակիցը չունի։ Հակամարտությունը երկու կողմ է։ Իսկ եթե այնտեղ ասում են, ասենք թե Թուրքիայի գենշտաբի պետը ասում է, որ գիտեք ինչ, մենք թույլ չենք տա, որ Խոջալիի ցեղասպանությունը մոռանան։ Կամ Ադրբեջանում ասում մենք 18 թվի ցեղասպանությունը բարձրացնելու ենք։ Դա ինչ է, հասկանում եք, սա այդ հարցերը տալիս եք, պատասխանները ակնհայտ են։ Այդ գիտության մեջ գրված է, հիմա մի հատ կետ եմ բերում, ինչ է նշանակում ռազմական սպառնալիք։ Եթե հարևան պետության ղեկավարը հնչեցնում է տարածքային պահանջներ, դա ռազմական սպառնալիք է։ Ու դու պետք է դրան արձագանքես, ոչ թե խոսքերով, այլ դու իրան պիտի բերես համապատասխան այս ինչ որ ես ասեցի պետության ցանկը, ով անա կոնֆլիկտը իր հետ, թե չեզոքա, թե դու դաշնակից ես իր հետ։ Դրանից հետո մշակում ես հայեցակարգը ու մտցնում ես ով է հայեցակարգը ինչ հարցերի է պատասխանում։ Շահերը պետության, սպառնալիքները եւ ոնց է չեզոքացնում։ Ով է հիմա մեր սպառնալիքը կա։ Մեր բանակը ում հետ է պատրաստվում այդ զենքը որ գնում են, ում դեմ է ուղղված։ Քաղաքական առումով ես հասկանում եմ, այստեղ կա նաև դիվանագիտություն, դու չես ասում,
որ ես ուղում եմ, ասենք թե բանի դեմ, ժամանակ է շահում։ Հասկանում ես, այդ նոր լրջագույն հարցեր է, բայց պետք է իմանաս քո ներկոմ, որտեղ պետք է երկու մասի լինի անկար, ներողություն, բաց եւ գաղտնի մեջ պետք է գրես այդ ամեն ինչը։ Եվ քո բանակը իր դոկտրինում, որը բխում է այս հայեցակարգից, պետք է հստակ ինքը պատրաստվի պատերազմին։ Դրա համար այստեղ խնդիրը մեր գլոբալը, ազգային է, եւ եկեք մենք չասենք թե մենք սա է մեղավոր կամ սա, մենք այսօր ունենք եթե Փաշինյանը չընտրվի, պատերազմ կլինի եւ չասի։ Ոչ, ես դա չեմ համարում, որ դա այտենց դե ինքը հայտարարելը դա չի նշ։ Ես ասում եմ, պատերազմ լինելու չնելու, այն ձեր հարցին ես պատասխանեցի, բալանսը, ունեն բալանս, կլինի։ Սեպտեմբերի Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, անոնսեց սեպտեմբերյան պատերազմի մասին, արտաքին հետախուզական ծառայություններ որոշակի վերլուծություններ ներկայացրել իբրև ռազմական գործիչ ձեր դիտարկումներով սեպտեմբերին, հոկտեմբերին կարևոր չի մոտ ապագայում մենք պատերազմի սպառնալիքի տակ ենք եւ ձեր նախորդ վերլուծությունների հիման վրա ուզում եմ մի հարց տալ ազգ բանակ հայեցակարգը պետությունը պատերազմի պատրաստելու հայեցակարգից թե ոչ ազգ բանակ այո դա նոր կարգախոս չի հանրապետականների հա գիտեմ դե ես գիտեք որ ամբողջ ես ընթացքում տիրապետումը ինչը ոնց է շատ ծրագրեր ա եղել շատ կարգախոսներ ա եղել բայց կյանքը ցույց տվեց որ մենք պարտություն կրեցինք դա չի գործել իսկ այդ կարգախոսը ես ձեզ ասեմ սովետական միությունից կոչվում էր народ и армия единый հասկանում եք այստեղ նոր բան չես հորինի Սա դրական է, իհարկե դա այտենց պետք է լինի։ Բանակը ինքը ասում է պետությունն է պատերազմում, բանակը մենակ չի։ Մեր մոտ այսպես թերի բան կա, անկալում կա, որ որ ասում են մենք անվտանգության համակարգ ունենք, բանակ ունենք։ Ոչ, բանակը այդ անվտանգության համակարգի մի մասն է։ Համակարգը դա պետական համակարգ է, հասկանում եք։ Եվ այստեղ մեզ չհաջողվեց եւ այստեղ ինձ համար բարձ է հասկանում եք կլինի ժամանակ ես կանդրադառնամ զուտ մասնագիտական այս ամեն ինչի թե մենք ինչ բաց թողում ենք ունեցել այն ամենասկզբից ասենք թե մենք այն ժամանակ նայեք ես որ եկա 90 թվին այստեղ ջոկատներ էին ու պատկերացնում եք չէր գործում որևէ մի օրենք որը պետք է մարդիկ գնան պատերազմում Կամավոր եկել է, ասենք թե հատուկ գունդը, մարդիկ եկել են կամավոր կռվելու, բայց կանոնակարգված չի։ Ես ասենք իրան հրաման եմ տալիս, դու պետք է գնաս, այս դիրքը պահես, զոհվելու ես, ոնց որ ապարանի ջոկատի բանը եղավ։ Բայց ինքը պարտադիր չի, ինքը կամավոր է։ Մենք կարողացանք այդ վիճակում պրոբլեմը կադրային սպաներ կամավորներ, բնականը, կադրային սպաները սովորեն մի համակարգի, հրամանը տալիս ես կատարում են, այս մարդիկ ուրիշ մոտեցումներ ունեն, կամավոր են իրան, դրա համար Վազգեն Սարգսյանի դերը այդտեղ երևաց, որտեղ ինքը լինելով այդ ջոկատներից, ինքը վստահություն է ներշնչում իրանց, ասենք թե ես որ եկել եմ, առաջի մի 2 ամիսը մինչև ես իրանց այդ մարդերի մեջ չեմ մտել, ինձ չէին վստահում Ասում են դրան նայի կայզերական բանակ ասարկում, ես որ իրանց շարք եմ կանգնացնում, պահանջում եմ իրանցից կարգապահություն, մորուքը, բանան, ասում են դրան նայի կայզերական բանակ ասարկում։ Սեպտեմբերյան պատերազմի մասին։ Հա, եկեք գիտեք ինչ, մենք խոսք ենք տվել շաբաթը մի անգամ մենք բան կանենք, ոչինչ, Նիկոլ Փաշինյանը անոնսեց սեպտեմբերին պատերազմի հավանականության մասին արտաքին հետախուզական ծառայություններ վերլուծություններ ներկայացրել, մենք մոտ ենք պատերազմին հնարավոր։ Նու նայեք, ես ինձ վրա այդ բանը չեմ վերցնի պատասխանը, որպես մարդ կարող եմ ասել, չէ, մի րոպե, կասեմ, մի անհանգստացեք, քանի որ այդ պատասխանը, երբ որ հիմնավոր տան, ոչ թե ասենք թե ինտուիտիվ կամ բան, մարդ, որը ղեկավարել է այդ կառույցներ, ես հասկանում եմ որոշում ընդունելու կարգը, ես պետք է ինֆորմացիա ունենամ, ասենք թե նույն արտաքին հետախուզությունը պետք է զեկուցի, ասենց ես վերլուծեմ ու ասեմ այո, ասենք թե բանակի հետախուզությունը պետք է զեկուցի, իմ կոնտակտները
այդպես որ իմ պատասխանը հիմա կլինի զուտ անձնական եւ կարող է հիմնավոր չլինի, անկախ նրանից, որ ես զբաղվել եմ այդ ոլորտով։ Ես ենթադրում եմ, որ սեպտեմբերին ասել հիմա կլինի թե չի լինի, չես կարող, ինչի։ Կախված է շատ գործոններից։ Ասենք թե կախված է թե ինչա լինելու Իրան, Ամերիկա, Ռուսաստան, Ուկրաինա, Ադրբեջանը ինչ խնդիր է։ Մենք ակնհայտ հիմա տեսնում ենք, չէ՞ որ ինքը ազդում է մեր ընտրությունների վրա։ Թուրքիան է ազդում։ Եվ կլինի թե ոչ, կարելի ասել հավանականությունը մեծ է թե քիչ, այս պահին, բայց սա կարող է փոխվել վաղը։ Ալիևը ինչ է հիմա ասում։ Իր ելույթի վերջը հիշում եք ինչ ասում։ Ասում է մենք ուշադիր հետևում ենք, այնտեղ կան ուժեր, որոնք ռևանշիստական կարգախոսներ են դնում։ Մենք հետևում ենք եւ եթե իրանք շարունակեն, մենք կդիմենք գործողությունների։ Ինչ է դա, սպառնալիքը։ Հաշվի առնելու ես թե ոչ, իհարկե պետք է հաշվի առնես։ Այդպես որ բարդ է, բայց ես ենթադրում եմ, որ հավանականությունը կա, բայց մեծ չի։ Այս պահին, դա իմ անձնական այս պահի ձեր զրույցը։ Փաշինյան դեր ստորագրած հուշագրի արդյունքում Գորիս Կապանական ճանապարհը կորցրեցինք, ինչին հաջորդեց ձեզ ուղղված մեղադրանքները, ասում էին, որ դուք եք հանձնել ձեր ստորագրությամբ վերցնել այդ ավտոճանապարհը, ընդ որում նաև քաղաքական գործիչներն են մեղադրում, ասում են Փաշինյանի հրամաններն է կատարել, Փաշինյանը ինչ ասել է, նա արել է։ Հիմա երկրորդ ալիքն է բացացել մեղադրանքները, ասում են, որ պատրաստում է ընտրությունների, եթե դառնա վարչապետ, ինչ է անելու, ով ինչ ասի, ստորագրելու է առանց դիրքորոշում ունենալու։ Սկսենք բովանդակությունից, որ դուք այդ հարցը ինձ տալիս եք, դուք այդ հուշագիրը, որ ես ստորագրել եմ, տեսել եք։ Հա, ինչ է գրած, վերնագիրը ինչ է։ Հա, բայց չեք հիշում ոնց եք հարց տալիս։ Այդ հուշագիրը ես որ ստորագրել եմ, ճանապարհը ոչ թե հանձնել եմ, դուք քարտեզը պատկերացնում եք այդ ճանապարհի։ Հա։ Ինքը ճանապարհը Գորիս Դավիթ-բեկ 21 կիլոմետր, որից 11-ը անցնում է իրանց տարածքով։ Դուք եք ընդունում, որ մեր ճանապարհը չէ։ Հա։ Դուք եք ընդունում, որ մեր ճանապարհը չի եղել դա։ Ամբողջը չէ։ Բայց 30 տարի ինչ է օկուպացվել։ 30 տարի մենք հաղթանակած բանակ էինք, Ղարաբաղն էլ մերն էր։ Բան արեցինք, դուք հիմա ասենք Նիկոլական թեզերը, որ արտադրում Որակում մի տվեք ինձ։ Որակում մի տվեք։ Որակում մի տվեք։ Քիչ ավելի կոռեկտ ես Չէ դու։ կոռեկտ եմ ասում, լավ մեծ իշխանական, փաշինյանական թեզերով է Նիկոլականը որակում է։ Լավ, չեմ ցանկացել վիրավորել։ Այդ թեզերը, որ դուք հիմա արտադրում եք ամեն ինչ։ Ես հիշում եմ դուք դրանից առաջ էլ ասում եք մայիսին, որ բանա, մենք այդ ճանապարհը ոնց եք ասել, փրկել ենք, թե նոր ճանապարհ ենք փրկել, թե ինչ։ Հիմա Փաշինյանը ասում է Արցախը հանձնելով մենք պետություն ենք ձեռք բերել։ Մի րոպե, ես պատասխանում եմ իրան։ Ասում եմ դուք խառնում եք, ինչ եք խոսում, հորինում եք։ Լավ, ես պատասխանում եմ հարցին։ Դե ես ասում եմ դուք չեք լսում ու ձերն եք բրդում։ Հիմա ասում եմ այդ փաստաթուղթը գրված է հետևյալը, անխոչնդոտ ապահովել շարժը այդ ճանապարհի։ То есть իրանք գալիս են նստում են համաձայն այդ նոյեմբերի 9-ի փաստաթղթի, երբ որ մենք պարտվել ենք, ուզում եմ հիշեցնեմ, ես նշանակվել եմ նոյեմբերի 20-ին, պարտությունից հետո նոյեմբերի 9-ի փաստաթղթի, որտեղ արդեն որոշված է, իրանք գալիս են նստում են եւ մեղրից մինչեւ սոտք շփմագիծ են ձևավորում, որը մենք 30 տարի մենք վերահսկել ենք այդ ամեն ինչը։ Որոշում ընդունել, որ գալիս են Ալմատի հռչակագրով նստում են այդ սահմանին։ Երբ որ իրանք նստում են, ասի թե նույն ղափան չակատ են։ Իրանք այդ տեղեկան նստեցին, բայց այնտեղ ճանապարհը գնում է սահմանի կողքը, չի մտնում իրանց տարածք։ Այնտեղ խնդրեմ չառաջացավ, այնտեղ մենք նորից այդ փաստաթղթով ռուսական սահմանապահ զորքեր դէին, որ միջադեպ չլինի, բայց էսի մեր տարածքով է գնալ։ Այստեղ 21 կիլոմետրից Գորիս Դավիթ-բեկ 11-ը իրանց տարածքով է։ Դուրս է գալիս Գորիսից, մտնում է Էյվազլու 4 կիլոմետր։ Գնում է իրանց տարածքով։ Եվ երբ որ այդ հարց առաջացավ, որ այդ գան նստեն, ու այդ ճանապարհը փակվում է, միակ ճանապարհը դեպի։ Ես դիմել եմ, ասել եմ դրա մասին, զորք եկել կանգնել, իրանց թույլ չենք տվել, որ իրանք գան կանգնեն այդ սահմանին։ Իրանք չեն մոտեցել։ Միակ տեղն է ամբողջ այդ շփման գծում, որտեղ իրանք չեն եկել նստել այդ ճանապարհին։ Ու մենք 1.5 տարի դա օգտագործել ենք իրանց տարածքով։ Ռուսական սահմանապահ զորքերն էին ուղեկցում։ Բա հիմա։ Հիմա չէ, հիմա արդեն ես չգիտեմ ինչ է։
Դա մենք իմ ժամանակ օգտագործել ենք դա եւ դա այդ ժամանակ 20 սարքեցինք այդ բանի ճանապարհը մյուս եւ կարողացանք գործել։ Էսա խնդիրը։ Եթե չէի ստորագրում, իրանք գալիս նստում են ու վերջ